Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։ Դարձյալ, երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում, և մի թանկագին մարգարիտ գտնելով, գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։ Հիսուսի այս երկու կարճ առակները բացահայտում են գալստյան շրջանի մեջ մեր սպասման գաղտնիքը։ Աստծո թագավորությունը անկին գանձ է, որը գտնելը փոխում է ամեն բան։ Թաքնված գանձը և թանկագին մարգարիտը ցույց են տալիս ոչ միայն երկնքի արքայության արժեքը, այլ նաև այն ուրախությունը, որը ստանում է այն մարդը, ով գտնում է այն։ Նկատի ունեցիր, երկուսն էլ ուրախությունից վաճառում են իրենց ամբողջ ունեցածը։ Այս ուրախությունը ոչ թե պարտականությունից է, այլ հայտնությունից։ Նրանք հասկացել էին, որ այն, ինչ գտել են, ավելի մեծ է, քան ամեն բան, ինչ կորցնում են։ Քրիստոսին հետևելը մեծագույն գանձն է այս աշխարհում, և ով իսկապես ճանաչել է Թագավորին, գիտի, աշխարհը իր ողջ հարստությամբ փուչ է ու ժամանակավոր և չի կարող համեմատվել այն գանձի հետ, որ գտել ես Քրիստոսում։ Այս առակները նաև հուշում են, որ Աստծո թագավորությունը չի հայտնվում բոլորին, այն թաքնված է նրանց համար, ովքեր չեն փնտրում, բայց հայտնվում է նրանց, ովքեր փափագում են ճանաչել ճշմարտությունը։ Արտը աշխարհն է, գանձը, մարգարիտը, Քրիստոսը, նրան գտնելը նշանակում է գտնել կյանքի իմաստը, վերագտնել խաղաղությունն ու փրկությունը։ Գալստյան այս օրը հարցրու ինքդ քեզ. քո կյանքի ամենաթանկ գանձը ո՞վ է։ Արդյոք Քրիստոսը մնացել է առաջին տեղում։ Հայր, թող քո թագավորությունը լինի իմ միակ ուրախությունը, և ես պատրաստ լինեմ ամեն բան զոհելու քեզ համար։ Ամեն։